Աղարշապատի էջմիածնի ընտրությունների վերաբերյալ կարծիքս նույնն է, շատ են ինձ հարցնում, Դավոթ ջան, ում ընտրենք։ Իմ կարծիքս նույնն է, ես հենց առաջի օրը ասել եմ ու նույնն էլ հիմա պետք է ասեմ։ Ընտրեք այն ուժերին, որոնք չեն մերժում Սերժին։ Այն ուժերը, որոնք որ Սերժ են մերժում, այդ ուժերին չընտրեք, որովհետև մենք այսօրը հասանք Սերժ մերժելու արդյունքում։ Ու ինչքան շարունակեն Սերժ մերժել, այդքան նպաստում են, որ մենք էլ ավելի վատ իրավիճակների մեջ հայտնվենք ու այս վատ վիճակն էլ շարունակվի։ Համար 1 պայմանը դա է, ժողովուրդ ջան, ընտրեք այն ուժերին, որոնք չեն մերժում Սերժին։ Համար 2 կարևոր պայմանն էլ նա է, որ քանի որ ընտրությունները էջմիածնում է, ընտրեք այն ուժերին, որոնք չեն մերժում Մանվելին։ Այնտեղ կա մի հատ ուժ, որոնք որ ասում են, եթե մենք գանք ընտրվենք, պետքա գեներալ Մանվելի կաֆեն քանդենք։ Գեներալ Մանվելի սեփականություն հանդիսացող կաֆեն, ասում է, պետքա գերակա շահ ճանաչենք ու քանդենք։ Ես դրա վերաբերյալ խոսացել եմ, իմ կարծիքս ասել եմ։ Արամ Սարգսյանի կուսակցության թեկնածուների մասին է խոսքս։ Դրանց իմ պատասխանս տվել եմ։ Բայց հիմա նորից եմ ասում, չընտրեք հանգարց այն ուժերին, այսինքն այն ուժին, որը որ մերժում է Մանվելին։ Այսինքն ընտրեք այն ուժին, որը որ ոչ թե ասում է Մանվելի սեփականություն հանդիսացող կաֆեն ենք քանդելու, որ ընտրվենք, այլ Մանվելի արձանն ենք դնելու էջմիածնի կենտրոնում։ Այդ ուժերին ընտրեք։